Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 12-րդ գլուխ Սամվելի հրաժեշտի պատգամը։ Սամվել ամբողջ Իսրայելի ասավ. Ահա դուք ինձ ինչ որ ասիք, ես ձեր խոսքը մտի գրի ու ձեր վրա թագավոր նշանակեցի։ Ահա հիմա թագավորը ձեր առջևեն կընթանա, բայց ես ձերացա եւ մազերս ջերմկցան։ Ահա իմ որդիներս ցեզի հետ են ու ես մանկութենես մինչև այսօր ձեր առջև ընթացա։ Ահա ես հոսեմ դիրոջ առջև եւ անոր օձյալին առջև ինձի թեմ վգայեցեք, թե ես որուն եզը կամ որուն էշարի, ով հարստարեցի կամ ջնշեցի, որուն ցերկեն գաշար կստացա եւ անով իմ աչքերս կոծեցի ու զայն ցեզի վերադարձնեմ։ Անոնք ասին. մեզ հարստահարած կամ ջնշած չես եւ ոչ մեկուն ցերկեն որևէ բան արած ես։ Ինքալ անոնց ասավ. դերը ցեզի թեմ վգայ է եւ անոր օձյալը այսօր վգայ է, թե դուք իմ ցերկիս մեջ փամը չկդակ։ Անոնք պատասխանեցին. վգայ է։ Այն ադեն Սամվել ժողովրդին ասավ. Մովսեսն ու Ահարոնը ընտրողը եւ ցեր հայրերը Եգիպտոսի եգրեն բարձրացնողը դերն է։ Հիմա ներկայացեք, որ ցեզի հետ դիրոջ արչև քննեմ այն բոլոր արդար գործերը, որ դերը ցեզի ու ցեր հայրերուն համար կատարեց։ Երբ Հակոբ Եգիպտոս գնաց, հոն ցեր հայրերը դիրոջ աղաղագեցին եւ դերը Մովսեսն ու Ահարոնը ղրգեց, որոնք ցեր հայրերը Եգիպտոսեն դուրս հանեցին եւ զանոնք այս դեղը փնագեցուցին։ Բայց անոնք դերը իրենց Աստվածը մորցան, անալ զանոնք Հասորի սպարաբեդը եղող Սիսարայի ցերկը Պղշտացներուն ցերկը ու Մովապի թագավորին ցերկը մատնեց, որոնք անոնց դեմ պատերազմեցան։ Ոստի դիրոջ աղաղգելով ասին. մենք մեղանչեցինք, որովհետև դերը լքեցինք եւ փահաղներն ու աստարով տպաշտեցինք։ Սակայն հիմա մեզ ազատե մեր թշնամիներուն ցերկեն եւ քեզ պիտի պաշտենք։ Դերնալ Հերոփահաղը, Փեթանը, Հեպտայեն ու Սամվելը ղրգեց։ Ձեր շրջակա թշնամիներուն ցերկեն ցեզ ազատեց եւ ապահովությամբ փնագեցակ։ Բայց երբ տեսակ թե Ամմոնի որդիներուն թագավորը Նահաս ձեր թեմ գուկա, ինձ եսիք. ոչ, անպատճառ մեր վրա թագավոր մթողլա։ Թեպետ ձեր թագավորը դերն էր, ձեր Աստվածը, եւ հիմա ահա այն թագավորը, որ ընտրեցիք ու խնդրեցիք, ահա դերը ձեր վրա թագավոր մգարկեց։ Եթե դիրոջմեն վախնակ, զինք պաշտեք, իր խոսքը մտի գնեք ու դիրոջ հրամանին թեմ չընթվզիկ, թե դուք եւ թե ձեր թագավորը, որ ձեր վրա գթագավոր է, դիրոջ ձեր աստուծույն պիտի հետևիք։ Բայց եթե դիրոջ խոսքը մտիկ չնեք ու դիրոջ հրամանին թեմ ընթվզիկ, դիրոջ ցերկը ձեր վրա պիտի ըլլա, ինչպես ձեր հայրերուն վրա էր։ Հիմա գայնեցեք ու տեսեք այն մեծ արարքը, որ դերը ձեր աչքերուն առջև պիտի կատարե։ Այսօր ծորենի հունցքին ժամանակը չէ։ Ես դիրոջ պիտի աղաղակեմ եւ ան որոդում ու անձրև պիտի ղրգե, որովհետեւ հասկնաք եւ տեսնեք, թե դուք դիրոջ առջև մեծ չարիք կործեցիք ցեզի թագավոր խնդրելով։ Այն ադեն Սամվել դիրոջ աղաղագեց ու դերը նույն օրը որոդում եւ անձրև ղրգեց։ Ամբողջ ժողովուրդը դիրոջմեն ու Սամվելի չափազանց վախցավ եւ ամբողջ ժողովուրդը Սամվելի ասավ. Դիրոջ քո աստուծույթ աղոթեք ու ծառաներուդ համար, որբեսի չմեռնինք, արդարե մեր բոլոր մեղքերուն վրա այս չարությունն ալ ավելցուցինք, մեզի թագավոր մը խնդրելով։ Սամվել ժողովուրդին ասավ. մի վախնակ, թեև դուք այս ամբողջ չարիքը կործեցիք, սակայն դիրոջմեն մի խոդորիկ ու ձեր ամբողջ սիրտով դերը պաշտեցեք։ Անգե մի խոդորիկ, քանի որ ոչնչություններու հետևած կլակ, որոնք ցեզի անօգուտ են եւ ցեզ ազատելու կարող չեն, որովհետեւ անոնք ոչինչ են։ Դերը իր մեծ անունին համար իր ժողովուրդը երեսե չի ցկեր, որովհետեւ դերը բարեհաճեցավ ցեզ իրեն ժողովուրդն էլ։ Բայց հերու ինձ մե որ դիրոջ դեմ մեղանչեմ, ցեզի համար աղոթել է թատրելով։ Հաբա ես ցեզի բարի եւ ուղիղ ջամփան պիտի սորվեցնեմ։ Միայն թե դիրոջմեն վախցեք եւ ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սիրտով զինք պաշտեցեք, որովհետեւ տեսակ թե ան ցեզի համար ինչ մեծակորձություններ կատարեց։ Իսկ եթե շարունակեք չարի կնել, թե դուք եւ թե ձեր թագավորը պիտի գործվիկ։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։